Գծով առաջարկվում է լուծել այն խնդիրները, որոնք ծագել են կառուցապատող տնտեսավարողների մոտ կապված անշարժ գույքի հարկման համակարգը կադաստրային շուկայականին մոտարկված արժեքների կիրառման հետ եւ այդ խնդիրները երկու բնույթի են ըստ էության առաջինը դա գործարքի գնի չափի որոշմանն է վերաբերում եւ երկրորդը գործարքի պահի ճանաչմանը ըստ էության առաջին դեպքում քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային շուկայականին մոտարկված արժեքը ըստ գնահատականի այն իր մեջ արդեն իսկ պարունակում է ավելացված արժեքի հարկը, հետևաբար ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում այս մեծությունը եւ դրանով պայմանավորված առաջարկությունը այն է կարգավորման փոփոխության, որ կիրառվի կադաստրային մոտարկված արժեքի 80%-ը հարկման բազայի հաշվարկման նպատակով, իսկ երկրորդ դեպքում առաջարկվում է հաշվի առնելով, որ շատ հաճախ գույքը անշարժ օտարվում է ոչ թե պատրաստ լինելու ժամանակ, այլ գնման իրավունքի օտարմամբ է սկսվում գույքի օտարման գործընթացը, թեև ճանաչվում է որպես իրացում արդեն փաստացի գործարքը սեփականության իրավունքը փոխանցելու պահին, դրանով պայմանավորված առաջարկում է, որպեսզի պահը գործարքի կատարման ճանաչվի գնման իրավունքի գրանցման օրը եւ դրանով պայմանավորված նաեւ այդ ժամանակահատվածում գնահատվի կադաստրային մոտարկված արժեքը, որը հետագայում մեր պետեկամուտների կոմիտեին հնարավորություն կտա ներկայացված հաշվետվությունները համադրել տվյալների այն բազայի հետ, որը կադաստրում առկա կլինի եւ դրանով պայմանավորված նաեւ որոշել, թե որքանով է ներկայացված հաշվետվությունը համապատասխանում սահմանված կարգավորումներին։ Առաջարկում է նաեւ այն ճանաչել հրատապ հաշվի առնելով, որ դա ազդելու է որոշումների վրա նույն կառուցապատողների, որտեղ երկրորդ մասը հատկապես խնդրի շատ էական է, որպեսզի լրացուցիչ անորոշություններ չառաջացնի կառուցապատողների մոտ իրենց հաշվարկները կատարելիս։ Խնդրում եմ հավանություն տալ։ Շնորհակալություն, պարոն Ջանջուղազյան, ճիշտ եմ հասկանում, որ այստեղ մենք այս որոշմամբ աջակցում ենք անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների, այսպես ասած, ավելի գրավչությանը։ Այսինքն այստեղ հարկային բազան որոշակի նվազեցնում ենք, դա գնի վրա էլ ազդեցություն ունենում, հա, անշարժ գույքի։ Պարոն վարչապետ, եթե սա տեղի չունենար, ինքը կարող էր ազդեցություն ունենալ հակառակ ուղղությամբ, ասեմ ինչու, որովհետև գնման իրավունքով որպես կանոն դեռևս չկառուցված նոր մեկնարկած կառուցապատման շրջանակում կատարվում են գործարքներ եւ այլ հավասար պայմաններում ենթադրենք 2-3 տարի է տևում կառուցապատման գործընթացը, արդեն հարկային հաշվետվություն ներկայացնելիս պետք է 2-3 տարի հետո կոնկրետ իրացման համար որոշակի գին գնահատվեր, ինչը այդ ժամանակահատվածում կարող էր որոշակի անորոշություններով պայմանավորված փոփոխությունների հանգեցնել շուկայի, հետևաբար ստիպված էր լինելու կառուցապատողը այդ անորոշությունը մտցնել գնի մեջ, որտեղ չէր կարողանալու գնահատել, թե հետո իրան ինչ պարտավորություն է առաջադրվելու։ Ու դրանով պայմանավորված այս առաջարկվող կարգավորմամբ գնման իրավունքի գրանցման պահին ճանաչվում է այդ գործարքը որպես տեղի ունեցած գործարք, կադաստրի կոմիտեն այդ ժամանակ արդեն ունենալով նախագիծը ինչին համապատասխան որ պետքա կառուցապատվի բնակարանը գնահատում է մոտարկված շուկային կադաստրային արժեքը եւ դա դառնում է հարկման բազայի համար կիրառվող գործարքի գնի մեծություն։ Սա ենթադրում է, որ կարող է առաջացնել որոշակիություն շուկայում, այսինքն ոչ թե ենթադրում, այլ հաստատապես առաջացնում է որոշակիություն եւ դրանով պայմանավորված հնարավորություն է տալիս կառուցապատողներին իրենց հոսքերը ավելի լավ պլանավորել։